Անի երրորդ հանրապետությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Շուկասյան, Արեն Նահապետյան, պատրաստվում է Անահիտ Մանուկյանը։ Շնորհակալություն, հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք պատգամավորներ, հարգելի ներկաներ, հարգելի հայրենակիցներ։ Վերջին տարիներին մեզ ժողովրդավարության բաստիոն հռչակած քաղաքական համակարգը արմատապես փոխել է իր դիմակը։ Օրինականության եւ իրավական պետության ջատագովները անկեղծորեն հավատում են, թե սահմանադրությունը ոտնատակ անելով եւ մարդու իրավունքները անտեսելով փրկում են ժողովրդավարությունը, որի ուրվական այժմ թափառում է ընդհատակում եւ եզակի մարդկանց մտքերում։ Հանրությանը հայտնի են մի շարք դեպքեր, երբ անձանց նկատմամբ կիրառվել են անհամաչափ կամ անարդար միջոցներ։ 2023 թվականին Միքայել arczepiskopos Հաջապահյանի կողմից արված արտահայտության հիմքով տրվել է հաղորդում հանցագործության մասին, որը սկզբում չի ստացել որևէ իրավական ընթացք։ Սակայն 2 տարի անց քաղաքական այլ իրադրության համատեքստում նույն արտահայտության հիմքով նա բերման է ենթարկվել եւ դատապարտվել։ Մեկ այլ դրվագում Իմնեմնիմիի 2 բլոգերներին բերման ենթարկելուց բացի արգրավվել են նրանց նկարահանող տեխնիկական միջոցները։ Շտատիվ ու միկրոֆոն արգրավելով ինչ տրամաբանությամբ էր գործում իրավապահ համակարգը։ Անհասկանալի է նաև այս միջոցառման մեջ ազգային անվտանգության ծառայության ներգրավումը, ինչը մեր հասարակական կազմակերպությունը իրավունքի եւ ազատության կենտրոնը որակում է անհամաչափ։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ պետական համակարգի ներկայացուցիչների կողմից հնչող բացահայտ ատելության պառակտիչ խոսքերն արձագանքի կամ գնահատականի չի արժանանում։ Այս դաշտում անհավասարակշիռ մոտեցումները նպաստում են հասարակական անվստահության խորացմանը եւ խոսքի ազատության ինստիտուտի արժեզրկմանը։ Դատապարտելի իրավիճակ արձանագրվեց նաեւ Սամվել Կարապետյանի պարագայում, երբ նրա կողմից արված մեր ձևով արտահայտությունը դարձավ բերման ենթարկվելու հիմք։ Նման քայլերը հանրության մեջ ձևավորում են այն ընկալումը, որ խոսքի ազատության ոլորտում իրավական գնահատականը միշտ չէ, որ առաջնորդվում է ողջամիտ չափանիշներով։ Մենք չենք կարող չնկատել նաև, որ Կարապետյանի բերման ենթարկելուն զուգահեռ իշխանական քաղաքական գործիչների ակտիվությունը, ինչը գեներացնում է վախի մթնոլորտ եւ հող է նախապատրաստում այն բանին, որ կառավարող ռեժիմին քիմքին ոչ հաճելի արտահայտություններ անողները նույն կերպ կարող են պատժվել։ Ընտրովի արդարադատությունը ձեռք-ձեռքի տված քայլում է իրավապահ համակարգի հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության համայնքապետին, ով մեղադրվում էր բացահայտ կոռուպցիայի մեջ, ոչ մի նշանակալի հանրային ամոթանք չտրվեց։ Իշխանական ԶԼՄ-ները չպայտեցին ուրախությունից եւ ատելության խոսքի հսկայական բաժին եւ ծաղր չուղարկեցին այդ ուղղությամբ։ Իսկ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի գործը դարձավ համահայկական քննարկման առարկա։ Ուժայինները մի ամբողջ շենք գրավեցին, բերման ենթարկվեցին բազմաթիվ մարդիկ, իշխանականների կողմից այս հանգամանքը հրճվանք բերեց։ Էժմիածնի նախկին համայնքապետը մինչ օրս ազատության մեջ է։ Տարիներ շարունակ քննարկվում է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, սակայն իրական քայլեր այդպես էլ չեն արվում։ Այդպես էլ չիրականացվեց դատավորների վեթինգ, որի մասին խոսվում էր վերջին 7 տարիների ընթացքում։ 2004 թվականից քաղաքական բանտարկյալների ձայնը բարձրացնելու ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար էլ գործում էր իրավունքների եւ ազատության կենտրոնը։ Ցավոք, տարիներ անց այդ նույն խնդիրը կա նաեւ այսպես կոչված նոր Հայաստանում, որի իշխանությունը իրականում այսպես կոչված հին Հայաստանի մեթոդներով պայքարում է մարդու հիմնարար իրավունքների իրացման դեմ։ Մեր կազմակերպությունը չի լռելու եւ աշխատելու է այս մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, ինչպես դա արել է նախկինում, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից։ Իրավունքի եւ ազատության կենտրոնը հայտարարում է քաղբանտարկյալների թեմայով գործնական ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, որը մեծ սիրով կքննարկենք շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Մեր հասարակական կազմակերպությունը նաեւ կաջակցի ցանկացած միջոցառման, որը ուղղված է Հայաստանում իրավունքի ոլորտի զարգացմանը, բացառելով քաղաքական կուսակցական գործընթացների մասնակցությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Անահիտ Մանուկյան, պատրաստվի Գյուլնար Ալեքսանյանը։ Շնորհակալ եմ։ Իրականում